Ողջույն թանկագիններս, եկեք այսօր միասին պատրաստենք չտեսնված համեղ ժելեյով տորտ։ Այս տորտը կխենթացնի ձեր հյուրերին, ստացվում է շատ արագ և շատ համեղ։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Մեզ հարկավոր է հատընտիր ելակներ, վերցրեք ինչ հատապտուղ, ինչ միրգ, որ սիրում եք, կարող եք պատրաստել տարբեր մրգերով։ Մեզ հարկավոր է 80 գրամ ժելե, 150 գրամ ջուր և իհարկե կոմպոտ, վերցրել եմ սպիտակ դեղցի կոմպոտ։ 80 գրամ ժելատինին ավելացնում ենք 200 մլ ծորակի ջուր։ Մի լավ խառնում ենք և թողնում ենք 10 րոպե, որպեսզի ժելատինը ուռի և հասունանա։ Ժելատինը դնում ենք մի կողմ և նախապատրաստում ենք ելակը։ Վերցնում ենք համապատասխան ամանը, որի մեջ որ պետք է պատրաստենք։ Ես վերցրել եմ կեքսի համար նախատեսված այս ձևամանը և ընտրում ենք ամենալավ ընտիր ելակները, շարում ենք ներքևի հատակին։ Ես ելակի տերևները թողնում եմ, որպեսզի գեղեցիկ տեսք տա։ Ելակները տեղավորելուց հետո արանքներում դնում ենք նանայի ճյուղեր, փոքրիկ։ Ձևամանը պատրաստելուց հետո դնում ենք մի կողմ և արդեն պատրաստում ենք օշարակը։ Վերցնում ենք համապատասխան աման և մեջը լցնում ենք 4 բաժակ կոմպոտ։ Ինձ մոտ բաժակի չափը 250 մլ է։ Դնում ենք գազօջախին և թողնում ենք, որ մի փոքր տաքանա։ Տաքանա, բայց ոչ եռա, տաքացնում ենք այն աստիճանի, որպեսզի հետո ժելատինը հալվի։ Ինչպես տեսնում եք, ժելատինը մեզ մոտ արդեն ամբողջական ուռեց։ Կոմպոտը տաքացնելուց հետո վերցնում ենք գազօջախից և արդեն մեջը լցնում ենք ժելատինը։ Ինչպես ասացի, չենք թողնում, որպեսզի եռա, ուղղակի լավ տաքանա, որ ժելատինը ամբողջովին հալվի։ Եթե ձեռքի տակ չունեք կոմպոտ և պետք է պատրաստեք օշարակով, ապա վերցնում եք 1 լիտր ջուր, ավելացնում եք շաքարավազ, համին նայում եք, ինչքան որ ձեզ դուր է գալիս, կրկին տաքացնում եք և արդեն լցնում եք ժելատինը։ Խառնում ենք, որպեսզի ժելատինը ամբողջովին հալվի։ Ժելատինը ամբողջովին հալվելուց հետո արդեն զգուշությամբ քիչ-քիչ լցնում ենք ելակների վրա։ Մեկ շերտ կլցնենք, կդնենք, կթողնենք, որ ամբողջական սառի։ Սառելուց հետո նոր արդեն կհավաքենք երկրորդ շերտը։ Շատ չենք լցնում, որպեսզի ելակները չբարձրանա։ Ուղարկում ենք սառնարան մինչև լավ սառի։ Սառելուց հետո կլցնենք երկրորդ շերտը։ 1 ժամ հետո հանում ենք սառնարանից դոնդողը, այս տեսքն ունի, մի կողմ ենք դնում և մշակում ենք մնացած ելակները։ Մշակում ենք ելակները և գեղեցիկ շարում ենք կողքերը։ Այդ ընթացքում ժելատինը դնում ենք գազօջախին, որպեսզի մի փոքր տաքանա, քանի որ 1 ժամվա ընթացքում արդեն պնդանում է։ Կողքերը ելակներով ձևավորում ենք և մնացած ելակները մանր կտրատում և լցնում ենք մեջը։ Ելակները մանր կտրատելուց հետո գեղեցիկ լցնում ենք ամանի մեջ։
Մեկ շերտ լցնելուց հետո լցնում ենք ժելատինը։ Ժելատինը լցնելուց հետո կրկին ուղարկում ենք սառնարան կես ժամ, որպեսզի մի փոքր սառի։ Այնուհետև նոր արդեն կպատրաստենք երրորդ շերտը։ Փոքր սարսափցիկում մնալուց հետո արդեն դոնդողը ինչպես տեսակ սառեց, այժմ հավաքում ենք երրորդ շերտը։ Եթե ցանկանում եք, որ գույնզգույն ստացվի ձեզ մոտ դոնդողը, ավելի շքեղ տեսք ունենա, նույն օշարակը բաժանում եք 3 մասի, ավելացնում եք ձեր նախընտրելի գույները, կերակրի համար նախատեսված գույները եւ արդեն շերտ-շերտ տարբեր գույների հավաքում եք։ Իսկ եթե ուղղակի ձեզ համար, որպեսզի շատ համեղ ստացվի, ամենօրյա պատրաստելու համար, ցանկալի չէ, որ գեղեցիկ տեսքով, կարող եք հենց այդպես շերտերով էլ չանեք, մի անգամից բոլոր ելակները կտրեք, լցնեք, դոնդողը ավելացնեք վրան։ Այդ տարբերակով կստացվի ավելի արագ եւ ամենօրյա։ Իսկ եթե տոնական սեղանի համար եք պատրաստում, պետք է այսպես շերտ-շերտ լցնեք, որպեսզի իր տեսքը չկորի։ Կարող եք պատրաստել տարբեր մրգերով, հատապտուղներով, ինչով որ նախընտրում եք, ինչով որ ցանկանում եք։ Ավելացնում եմ վերջին շերտը եւ կրկին ուղարկում եմ սառնարան կամ սառցախցիկ։ Կարող եք դնել սառցախցիկում կես ժամ, կարող եք դնել սառնարանում 1 ժամ։ Քանի որ օշարակը ինձ մոտ շատ է, ամբողջովին կլցնեմ։ Տեսեք, որքան լավ ստացվեց, կրկին կես ժամով ուղարկում եմ սառցախցիկ։ Օշարակը պատրաստում ենք այնքան, որքան որ ձեր ձևամանն է, որպեսզի ոչ շատ լինի, ոչ քիչ, տեսեք ինձ մոտ չափով էր։ Ուղարկեմ սառցախցիկ եւ վերջում ցույց կտամ վերջնական տեսքը։ Մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Շրջենք մատուցվող ափսեի վրա եւ արդեն մատուցենք։ Սառնարանից հանելուց հետո, եթե տեսնում եք, որ շատ է պնդացել, կարող եք մի փոքր իջեցնել տաք ջրի մեջ, որպեսզի կողքերը առանձնանան, կամ ֆենով մի փոքր տաքացնեք։ Ահա թանկագիններս, մեր շքեղության վերջնական տեսքը հոյակապ է ստացվել, հուսով եմ ձեզ էլ դուր եկավ, դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Նման համեղ աղանդերից ոչ ոք չի հրաժարվի։ Այսօր էլ այսքանը, մաղթում եմ բոլորիդ հաճելի դիտում։